Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի, եւ հայրը որդուն, եւ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ երբ տեսնեք մեծ սրբապղծությունը տեղ գտած այնտեղ, ուր չպիտի լիներ, ով կարդում է թող իմանա, այն ժամանակ Հրեաստանում եղողները թող փախչեն դեպի լեռները։ Եվ նրանք, ովքեր տանիքի վրա են, թող չիջնեն ու ներս չմտնեն որևէ բան վերցնելու համար։ Եվ նրանք, ովքեր արտերում են, թող ետ չդառնան իրենց հագուստները վերցնելու համար։ Բայց վայ այն օրերին հղիներին ու ստնտուներին աղոթեցեք, որպեսզի այդ օրը ձմեռ ժամանակ չլինի։ Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղությունների, որոնց նմանը չի եղել արարչագործությունից սկսած մինչև այսօր եւ չի էլ լինելու, եւ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չկարճեր, ապա ոչ ոք չէր փրկվի։ Այն ժամանակ, եթե ձեզ ասեն, թե ահա այստեղ է Քրիստոս կամ այնտեղ, չհավատաք, որովհետև սուտ մարգարեներ ու սուտ Քրիստոսներ պիտի ելնեն, նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի նույնիսկ ընտրյալներին, բայց դուք զգույշ եղեք, ահա առաջուց ամեն ինչ ասացի ձեզ։ Մարկոս Ավետարանիչը 13-րդ գլխի շարունակության մեջ կրկին խոսում է վերջին օրերի մասին, խոսում է մեծ սրբապղծության մասին, այն ամեն ինչ, որ պիտի տեղի ունենար Քրիստոսից անմիջապես հետո, խոսում է երկրորդ գալուստի նշանների մասին, այն ամենի մասին, որ դեռ տեղի պիտի ունենա։ 12-րդ համարից սկսած մենք կարդում ենք, որ Քրիստոս զգուշացնում է իր խոսքի մեջ, Քրիստոս աշակերտներին զգուշացնում է, որ եղբայրը եղբոր դեմ է դուրս գալու եւ հայրերը որդիների դեմ են դուրս գալու ու սպանելու են իրար։ Կրկին ներկայացնում է այն իրավիճակը, որ մենք տեսնում ենք Քրիստոսից անմիջապես 40 տարի հետո, որովհետև Երուսաղեմի գրավման ժամանակ, թե ինչպիսի ներքին իրավիճակ էր, այդ միայն թերևս Հովսեփոս Փլավիոս պատմիչին էր հայտնի, իրենց պատմահայրը, որ ներկայացնում է հուդայական պատերազմ աշխատության մեջ, թե ինչպիսի արհավիրքներ էին տեղի ունենում, թե ինչպես էին նույնիսկ հարազատ եղբայրի եղբոր դեմ դուրս գալիս սովի, հիվանդության եւ այլ պատճառներով։ Բայց Քրիստոս այստեղ նաեւ հալածանքների մասին է խոսում, որովհետեւ հալածանքներ պիտի գային Քրիստոսից անմիջապես հետո, հենց ռոմեական կայսրության առաջին իսկ դարերից սկսած, երբ որ քրիստոնեությունը տարածվում էր, ընտանիքի մեջ մեկը երբ դառնում էր քրիստոնեության, մյուսի հետ խնդիր էր ունում։ Եղբայրը եղբոր դեմ էր դուրս գալիս հենց քրիստոնեություն ընդունած լինելու պատճառով։ Հայրը որդու դեմ էր դուրս գալիս ու այս ամենը շատ անգամ հանգուցալուծվում էր մինչև իսկ սպանության կամ մահացության դեպքով։ Ուրեմն Քրիստոս կանխավ զգուշացնում է։ Երբ որ ասում է, թե եղբայրը եղբոր դեմ պիտի ելնի եւ պիտի սպանեն իրար հայրը որդին կամ հայրերի ու որդիների այս խնդիրն է ներկայացնում, սրանից անմիջապես հետո Քրիստոս հուսադրող քաջալերիչ խոսքեր է ասում եւ ասում է, թե իմ անվան համար անշուշտ բոլորը գիտեք, որ պիտի ատվեք, ատելու են ձեզ, բայց երանի նրան, ով որ մինչև վերջ կհամբերի, որովհետեւ ով որ համբերությամբ մինչև վերջ կարողացավ տանել այդ հալածանքները, նա փրկության պիտի արժանանա։ Հալածանքները առաջին դարում, երբ որ սկսեցին քրիստոնեության դեմ, զարմանալի մեկ կարևոր պատճառ կար, որը որ հռոմեական կողմը փորձում էր միշտ ներկայացնել քրիստոնյաների դեմ, երբ որ մեղադրում էին։ Պլինիոս կրտսերը կա, շատ հայտնի Փոքրասիայի կառավարիչը, որ իր օրվա կայսրին, Տրայանոս կայսրին նամակ է գրում, եւ նամակի մեջ խոսում է քրիստոնյաների մասին, ովքեր որ կայսրին տեր չէին ընդունում, ովքեր որ չէին ընդունում հեթանոսական պաշտամունքը, եւ հարցնում է, թե ինչ անենք, որովհետեւ շատ-շատերը իրեն տեղեկություններ էին տալիս, որ ահա այսպիսի քրիստոնյաներ կային, եւ հрьяաները հենց իրենք էին տեղեկությունները հասցնում Պլինիոս կրտսերին, որ Բեթանիայում էր նստում։ Ուրեմն առաջին արձագանքը պաշտոնական Հռոմի կողմից, որ մենք տեսնում ենք, այստեղ է։ Տրայանոսը պատասխանում է եւ Պլինիոս կրտսերին ասում է, եթե իրենք առիթ լինի, որ բռնվեն քրիստոնեության մեջ, որովհետև քրիստոնեությունն իրենց համար ինչ էր։ Քրիստոնեությունը Հռոմի կայսրի համար, մի ամբողջ կայսրության տիրակալի համար ընդամենը
հեռավոր Պաղեստինի կորած մի կրոնի մովսիսականության աղանդներից մեկն էր ընդամենը իրենց համար, ոչինչ ավելին։ Այդ մենք ենք, որ այսօր քրիստոնեությունը գիտենք, թե ինչպիսի թափեր ունի, բայց Հռոմի համար սա ընդամենը մի փոքրիկ աղանդ էր, եւ Տրայանոս պատասխանում է, ասում է, թե եթե կբռնվեն ու չեն ընդունի մեր կրոնը, մեր պաշտամունքը, ապա մահապատժի, բայց հատուկ կերպով պետք չէ որ հալածանքների ենթարկեք կամ իրենց հետապնդեք, բայց սա սկիզբն էր ընդամենը։ Սա սկիզբն էր, որից հետո առավել դաժան օրեր պիտի գային։ Ամենածանր եւ սարսափելի հալածանքները հենց Ներոն կայսրի ժամանակ եղան, երբ որ քրիստոնյաներին այրում էին ուղակի թագավորական պալատը կամ արքունիքը լուսավորելու համար, որպես ջահ վառում էին քրիստոնյաներին։ Մենք այս ամենը տեսնում ենք, բայց Քրիստոս զգուշացնում է իր ժամանակ են զգուշացնում է աշակերտներին ասելով, որ ով մինչև վերջ համբերի, ինքը պիտի ազատվի, ինքը պիտի փրկություն ստանա։ Ձեզ իմ անվան համար ատելու են, բայց ով համբերեց փրկվելու է։ Եվ հետաքրքրական մի այլ մեղադրանք էլ կար, որ հենց առաջին օրերից սկսած քրիստոնյաներին էին ուղղում հռոմեացիները, ասելով, թե այս քրիստոնյաները մարդակերներ են։ Իսկ ինչու էին մարդակերներ անվանում քրիստոնյաներին, որովհետև քրիստոնյաները հալածանքների մեջ լինելով չէին կարող բացեիբաց իրենց պաշտամունքը կազմակերպել, հանդիպել, հավաքվել, աղոթք անել, սիրո ճաշ կազմակերպել, հաց բեկ անել, գինին ըմպել, հացը իբրև Քրիստոսի մարմին, գինին իբրև Քրիստոսի արյուն, եւ ստիպված էին շատ անգամ գաղտնի, ծածուկ վայրերում իրենց ծիսական պաշտամունքային արարողությունները անել, եւ այդ վայրերը շատ անգամ գերեզմաններն էին։ Իսկ գերեզմաններն այն ժամանակ գետնափոր չէին, մարդուն չէին թաղում գետնի տակ, այլ գետնափոր, բայց մեծ սրահների մեջ էր։ Ուրեմն քրիստոնյաները հավաքվում էին գետնափոր մեծ սրահներում, գերեզմաններում կամ կատակոմբներում, այլ կերպ ասած, եւ այստեղ էին պաշտամունք անում։ Ու շարքային հռոմեացին, եթե չենք խոսում դեռ կայսրի մասին։ Շարքային հռոմեացին, եթե լսեր, որ քրիստոնյաներ կան, ինչ որ մարդիկ կան, ովքեր որ հեռավոր Պաղեստինից մի վարդապետի անունով են իրենց կոչում, քրիստոնյա են իրենց անվանում, հավաքվում են գիշերները գերեզմանոցներում եւ ասում են, թե իրենք խմում են իրենց առաջնորդի, իրենց տիրոջ արյունը եւ ուտում են իրենց տիրոջ մարմինը, ապա բնական է, որ հռոմեացիները պիտի մտածեին, որ այս քրիստոնյաները մարդակերներ էին։ Ուրեմն այս մեղադրանքն էլ կար, որ կարևոր մեղադրանք էր հռոմեացիների համար, եւ սրա համար սկսեցին հալածել, բազմատեսակ հալածանքների ու չարչարանքների ենթարկել քրիստոնյաներին, մինչև որ 313 թվականին Միլանի հրովարտակը էդիկտը եղավ Կոստանդիանոս կայսեր կողմից, որով որ քրիստոնեությունը ընդամենը թույլատրվում էր պաշտել իշարս մյուս կրոնների։ Մարկոս ավետարանիչը 13-րդ գլխի 14-րդ համարից սկսած խոսում է մեծ սրբապղծության մասին։ Մեծ պղծության մասին, որը որ տեղ էր գտել այնտեղ, ուր չպիտի լիներ, որովհետև որևէ հրյա չէր կարող պատկերացնել մտքով անգամ չպիտի անցկացներ, որ Երուսաղեմում պղծություն պիտի լիներ, տաճարում պիտի պղծություն լիներ, իրենց համար սրանից ավելի մեծ նեղություն, ավելի վատ բան անկարելի էր պատկերացնել։ Եվ ավետարանը հետաքրքիր է, փակագծի մեջ ասում է, եւ ով որ կարդում է, թող իմանա։ Բնական է, որ այդ օրվա ընթերցողների մասին է առաջին հերթին, եւ հետո նաեւ իրենցից հետո եկողների, բայց առաջին հերթին իրենց օրվա ընթերցողների, որովհետեւ Մարկոս ավետարանիչը, երբ որ գրում էր իր ավետարանը, դեռևս այդ մեծ պղծությունը տեղի չէր ունեցել։ Տաճարի պղծության հետ կապված մենք կարող ենք պարզ ասել, որ սա Դանիել մարգարեի խոսքերն են, որոնք որ Քրիստոս մեջ բերում է, որովհետև դեռևս Քրիստոսից առաջ Դանիել մարգարեն Եփիփան Անտիոքոս, ուրեմն Ասորի թագավորի համար է ասում, որ մեծ պղծություն պիտի լինի։ Դանիելի մարգարեության 9-րդ գլխի մեջ 27-րդ համարում հստակ խոսվում է այդ պղծության, սրբապղծության մասին։ Այնտեղ ինչ էր դրվագը, Եփիփան Անտիոքոսը, սա Ասորի մի թագավոր էր, որը որ իր վրա էր վերցրել ամբողջ աշխարհի հելլենականացման գաղափարը, ինքը հելլենիզմի, հելլենական մշակույթի կրող էր եւ ամեն բան անում էր, որ նույնիսկ Երուսաղեմում հելլենիզմը հաղթանակի։ Ինչ արեց Անտիոքոս Եփիփանը, շատ པարզ կերպով տաճարի զոհասեղանի վրա Զևսի արձանը դրեց։ Եվ ասում էր, որ պիտի պաշտեք, անառականոցի վերածեց ամբողջ տաճարը եւ պղծեց։ Այս մեծ պղծության մասին խոսում է Դանիել մարգարեն, բայց որը որ այդ մարգարեության հատվածը օգտագործում է նաեւ Քրիստոսի կողմից ցույց տալու համար եկող պղծության
իրական լինել, որովհետև Քրիստոսից անմիջապես հետո 70 թվականին այդ նույնը տեղի ունեցավ։ Դեռևս 40 թվականին Կալիգուլա անունով մի կայսր կար Հռոմում, էպիլեպտիկ հիվանդությամբ տառապող, որը որ սարսափելի ինքնասիրահարված կերպար էր, ինչպես եւ բոլոր հռոմեացի կայսրերը, եւ ասում էր, որ իմ արձանը պետք է տաճարում դնեն։ Բոլոր տաճարներում պարտադրում էր, որ իր արձանը որպես կայսրի տեղադրվեն եւ մարդիկ պաշտեին։ Եվ ահա երբ որ իմանում է, որ Երուսաղեմում իր արձանը չկա, զայրանում է 40 թվականին եւ պարտադրում է, որ Երուսաղեմի տաճարում եւս Կալիգուլան իր արձանը ունենար, որպեսզի մարդիկ պաշտեին, բայց 41 թվականին Կալիգուլան մահացավ, այդպես էլ չհասցնելով իր ցանկությունը իրագործել, իր փոխարեն Տիտոսը արդեն ամեն բան արեց եւ ավերեց ու բացեց տաճարը ըստ ամենայնի։ Քրիստոս զգուշացնում է աշակերտներին այս ամենի մասին եւ շարունակելով ասում է, որ վայ այդ օրերին։ Այդ օրերին Հրեաստանում եղած բոլոր մարդիկ թող փախչեն լեռները։ Եվ իսկապես շատերը, երբ որ Տիտոսը հարձակվեց եւ գրավեց Երուսաղեմը, շատերը փախան լեռներ ու այնտեղ փրկվեցին։ Եվ զգուշացնում է, ասում է, այդ օրերին նրանք, ովքեր որ տան վրա են, տանիքի վրա են, թող ներս ճիշտեն ներքև, չմտնեն տուն ինչ-որ բան վերցնելու համար, արդ գնացած մեկը թող հետ չգա հագուստի հետևից, բոլոր ստնտուներին, կծկով կերակրողներին եւ բոլոր հղիներին է վայ ասում, որ վայ իրենց, որովհետեւ այդ օրերը դաժան օրեր են լինելու։ Երբ որ մենք կարդում ենք Հովսեփոս Պլավիոսի հուդայական պատերազմ կոթողային աշխատանքը, մենք այնտեղ սահմռկեցուցիչ տեսարանների ենք ականատես լինում, որովհետև պատմիչը ներկայացնում է, թե ինչպես էր Երուսաղեմի փողոցներում մարդկային խելագարված ամբոխը կորցրել ղեկավարումը, կորցրել իրականության պատկերացումը, ներկայացնում է, թե ինչպես էին ստվերակերպ, գույնը գցած, կիսամեռ մարդիկ անցնում փողոցներում, ինչպես էին մարդիկ կույտերով իրար վրա դարձված, սպանված, լցված փողոցներում, ներկայացնում է նույնիսկ մոր մի մայրիկի, որ իր զավակին ուտում էր, սովից չմեռնելու համար եւ առաջարկում էր մյուսներին էլ ուտել իր իսկ զավակի մարմին։ Այսինքն այն ամենը, ինչ Քրիստոս ասում է, թե վայ այդ օրերին, ստնտուներին ու հղիներին, որովհետեւ այդ օրերը անտանելի էին, այդ ամենը իրականություն դարձավ, ցավալիորեն, հենց Քրիստոսից անմիջապես հետո 70-ական թվականներին։ Անմիջապես հետո այս հատվածից Քրիստոս ասում է, որ ձեզ շատերը պիտի ասեն, թե ահա Քրիստոս այստեղ է կամ այնտեղ։ Շատ կեղծ մարգարեներ ու Քրիստոսներ, այսինքն մեսիաներ, իրենց մեսիա հռչակողներ պիտի ի հայտ գան ու իրենք նշաններ եւ մեծ զորավոր գործեր են անելու մոլորեսնելու համար։ Եթե նույնիսկ հնար լինի մոլորեսնելու համար ընտրյալներին, բոլոր նրանց, ովքեր որ ըստ էության ճշմարիտ հավատքի ուղուց չպիտի շեղվեին։ Ուրեմն Քրիստոս զգուշացնում է, որ պիտի գան այսպիսի անձինք։ Եւ եթե պատմությունը թերթելու լինենք, չկա դարաշրջան, որ այդպիսի Քրիստոսներ եկած չլինեն։ Առաջին դարից սկսած, Հուդա Գալիլեացուց սկսած, մինչև 20-րդ դար, մինչև այսօր ամեն դարաշրջանում եղել են այսպիսիներ։ Անցյալ դարի մեջ կարող ենք հիշել Մունին եւ մունականներին, Մունի ամբողջ աղանդը, որ Կորեայում էր հաստատվել, ինչ էր, այս մարդը հռչակում էր իրեն իբրև Քրիստոս, որ ինքն է Մեսիան, եւ զորավոր գործեր էր անում, եւ շատ հրաշքներ էր ցույց տալիս, բայց այդ ամենը ընդամենը խաղ էր, ընդամենը պատրանք էր 100,000-ավոր, եթե չասենք միլիոնավոր մարդկանց հավատքից, ճշմարիտ հավատքից շեղելու եւ դեպի կործանում տանելու համար։ Այս մասին զգուշացնում է ինքը Քրիստոս։ Եվ ի հավելումն այս ամենի Քրիստոս ասում է, թե բայց դուք զգույշ եղեք, որովհետեւ ահա առաջուց ամեն ինչ ասացի ձեզ։ Երանի թե այդ զգուշավորությունը ունենար մարդկությունը, որովհետև այդ զգուշավորությունը չեղավ։ Եվ շատ մարդիկ պատմության ընթացքում, այս 2000-ամյակների ընթացքում չհետևեցին այս խոսքին ու շատ անգամ թագարն ընկան, կորստյան ճանապարհով գնացին եւ դեռ շարունակում են ընթանալ։ Մարկոսի ավետարանի 13-րդ գլուխը, չնայած որ ամբողջությամբ լեցուն է ապոկալիպտիկ տեսարաններով,
այն ամենի մասին է խոսում, ինչ որ դեռ տեղի պիտի ունենա, չնայած որ դրանցից շատ բաներ տեղի ունեցել են արդեն իսկ Քրիստոսի ժամանակ, Քրիստոսից անմիջապես հետո, բայց այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր եմ համարում ասել հետևյալը. պետք չէ քրիստոնեության մեջ առաջին հերթին տեսնել այն ամենը, ինչ որ 13-րդ գլխում է ներկայացվում։ Պետք չէ կառչել այստեղ եղած բոլոր պատկերներից ու անընդհատ մտապահել սրանք, անընդհատ պատկերացնել վերջին օրը գալ։ Անշուշտ, եկեղեցու հայրերը շատ անգամ են ասում, որ եթե ուզում ես սրբությամբ ապրել, ուզում ես կյանքդ ապրել ինչպես սուրբ, հիշիր, որ քո այսօրվա օրը կարող է լինել վերջին, ուրեմն ապրիր այնպես, որ հասնես երկնքի արքայության։ Բայց սա չի նշանակում, որ շատերը իրավունք ունեն նորադարձ քրիստոնյային վախեցնել վերջին օրվա ընթացքում տեղի ունենալիք դեպքերով։ Սա չի նշանակում, թե պետք է քրիստոնյաներին ճնշել իրենց գիտակցության վրա բռնանալով ու անընդհատ վախի մթնոլորտի մեջ պահել, որ գիտես լինելու է այսպիսի բան, քեզ այսպես պիտի դատապարտեն, մյուսը եւ այլն։ Եվ սա հատկապես ասում եմ, որովհետեւ մեր օրերում հենց եկեղեցու ներսում իսկ շատ հավատացյալներ առանց խորապես գիտակցելու, թե ինչ են անում, շատ նորադարձների փորձում են դեռ քրիստոնեության մեջ մտած, չմտած, անմիջապես վերջին օրերի այս տեսարաններով իբր թե հոգևոր զգոն վիճակում զարթուն, ուրեմն սթափ վիճակում պահել, ինչը որ անկարելի է։ Նայեցեք ամբողջ ավետարանի մեջ վերջին օրերի հետ կապված, երկրորդ գալստյան հետ կապված, դատաստանի օրվա հետ կապված, մարդու որդու գալստյան եւ այլն, այդ ամբողջի հետ կապված ավետարանի 1/10-ն էլ չի կազմում։ Ամբողջ ավետարանի առանցքը մարդ Աստված հարաբերությունն է եւ այդ հարաբերության գլխավոր մեղավորը սերը, այն որ Աստված սիրում է մարդկանց։ Մենք անշուշտ ժամանակ առ ժամանակ պետք է հիշենք, որ դատաստանի օր է լինելու եւ մեր գործած մեղքերի համար պիտի պատասխան տանք եւ շատ անգամ շատ դաժան պիտի լինի, բայց շատերի համար շատ դաժան պիտի լինի, բայց երբևէ սա չի նշանակում, որ մեր ուշքն ու միտքը, մեր ամբողջ մտածումները պիտի կենտրոնանան սրա վրա։ Ապրեք ձեր օրվա օրը դիմացինին սիրելով։ Ապրեք մտածելով, թե ես այսօր ում բարիք գործեցի, ում մի լավ բան արեցի։ Մեղքերից հեռանալու համար ոչ թե անդադար մտածեք այդ մեղքից հեռանալու մասին, այլ առաքինություն գործեք։ Քրիստոնեությունը ոչ թե վախի միջոցով մարդուն մեղքից հեռու պահելու կրոնն է, այլ սիրո, արարելու, բարիք գործելուն ուղղված կրոն է։